Բարի լույս ընկերներ, ձեզ բարևում եմ Սանտա Մարիա դել Ֆիորեի հրապարակից, մի հատ նայեք ստեղ ինչ գեղեցիկ ֆոտոսեսիա են անում, երևի հարսանիքի համար, մենք էլ նայենք ինչ են անում, ցուրտ է ասեմ ձեզ, ինքը որ սենց կանգնած է, տենց տակ չի, բավական նենց սառն է, 10 աստիճան է. Ինչ հավես նկարվում են, չէ։ Այսօր մի քանի գործ ունեմ անելու, առաջինը կենտրոնում էր, արդեն վերջացրեցի, մի փոքր ժամանակ ունեմ, հեսա ստեղ միտեղ սուրճ կխմեմ, մի քիչ կզբոսնեմ, հետո գնում եմ հիվանդանոց, ով որ արդեն իմ հետ վաղուցա գիտի, որ չգիտենք ինչի իմ դեմքը ուռել էր, հիմա հենց այդ շտապ օգնության հատվածում ինձ տվել են ուղեգիր, որ ես գնամ եւ անեմ ալերգիայի տեստ, հիմա գնալու եմ այդտեղ ընկերներ, հələ ժամանակ ունեմ, մինչև որ հասնեմ. Այնպես որ ձեզ մի քիչ այս գեղեցկությունը ցույց կտամ, հետո կգնամ այնտեղ, լրիվ այլ թաղամասում է, հիվանդանոցը. Դեռ Հարսանյաց նկարահանումը շարունակվում է. Ինչ լավն է. Երկրորդ ֆոտոսեսիան է Հարսանյաց. Ինչ հետակ, երևի ճապոնացի են, գիտեք, սա չինացի չեն, ճապոնացի են. Իրենց ֆոտոգրաֆներն էլ են ճապոնացի. Հիմա դիրք կվերցնեն, որտեղ իրանց որ կասեն, կպատրաստվեն, որ նկարվեն. Եկեղեցական է եւ ամբողջ իր խումբն է իր հետևից, հետաքրքիր է, ինչի մասին է. Այս մարդը մի ժամա փորձում է իմ վրա վաճառի այս ձողը. ասում եմ չեմ ուզում, ինքը շարունակաբար էլի ասում է առես ձողը, առես, ոնց բացատրենք, որ չենք, այդ ինչ բաց թողեցի, ժողովուրդ ձեզ ցույց չտվեցի, այս ֆոտոգրաֆը գրկել է այս փեսուն եւ փեսուն ցուցատալի ոնց պիտի հարսին գրկի ու ինքը գրկել է այդ տղային, ժողովուրդ, այս ինչ բոց էր, ոնց չհասցրեցի ձեզ ցույց տամ, կարող է էլի անի, հետո սպասեք. Հեսա երևի էլի կանի ժողովուրդ ինչ խնդալու են, մեղն էլ կարելի ասել, շատ խնդալու գրկեց փեսային, բացատրում է ոնց գրկի, ոնց ծաղիկը պահի, նայեք, տեսնենք ստացվի դա նրա համար. Կարևորը ոչ մեկին գետին չնետեն, ամենակարևորը. Դավայ, 1, 2, հավաքի ամբողջ քո. Շատ խնդալու տեսարանը. 1, 2, 3. Ոտիկը էլ սենց. Հեսա խայտարակ բանալն է ժողովուրդ. Շատ խնդալու է. Մեր մեջ ասած. Ես են ինձ կանգնած նկարում եմ. Ամոթել է, բայց չեմ կարում ինձ կառավարել, գրկեց մի կերպ. Ծանր է. Հեսա բոլորը խառը ընգնել են գետին, ժողովուրդ. Թարսպես մեքենան էլ անցավ,
Ծաղիկը սենց, ծաղիկը նենց, հազիվ այդտեղ են կանգնած, արագ նկարեք այ մարդ։ Խեղճ մարդ ինչքան պետք է սենց կարդեն ձեռները դողմա։ Ինչ բոցա ժողով։ Գնացին։ Ներկա եղանք նաև այս բոցին։ Այստեղ ամեն օր սենց բաներ լինում է։ Հիմա հասկանանք, որտեղ սուրճ խմենք։ Ամենահետաքրքիրը դա է։ Այս մեր ամբողջ գործընթացում։ Մի հատ սուրճ խմենք, ձիուկներին նայենք ու ես գնամ։ Շարունակեմ իմ օրը ժողովուրդ։ Որտեղ ասես հայտնվում եմ մի օրվա մեջ։ Ֆիգարո здесь, Ֆիգարո там։ Լրիվ էդ վիճակն է։ Այսօր ցրտոտ է, դա օրինակ է։ Գուցե ստեղ խմեմ, գնամ ստեղ խմեմ, որտեղ խմեմ։ Այ չգիտեմ որտեղ խմեմ, այ դա հարց է ժողովուրդ, դա հարց է։ Դա մեծ հարց է։ Որտեղ խմել սուրճ։ Ես ինչքան մարդ հաստված մեջներով անցնել չի լինում ժողովուրդ։ Գժվել կարելի է։ Վերջ, սեզոնը սկսվեց։ Մենք նայեք ինչքան մարդ է։ Գնացինք։ Ես իմ կապուչինո վերցրեցի, հիմա կնստեմ այստեղ։ Վերջ այս սրճարանում նստեցի, այստեղ գրված է Սկուդերի շատ հին սրճարաններից մեկն է Ֆլորենցիա, այսպիսին է մեջը։ Խմեմ իմ կապուչինոն ընկերներ և շարունակեմ իմ գործերը։ Հույսով եմ կհասնեմ շուտ տուն այդ ալերգիայի անալիզա ինչա ոնց են անում նույնիսկ չգիտեմ դրանից հետո, որտև այսօր պետք է բերեն մեր աուտոբլոկանտները, այսինքն այդ սալիկները, որով պետք է սալիկապատենք մեր այգին։ Ուզում եմ ես էլ տեսնեմ, բայց չգիտեմ կհասցնեմ թե ոչ ընկերներ։ Այդ ամբողջ հարցը չգիտեմ։ Մեծ հարց է, բայց շատ կուզենայի ես էլ տեսնեի։ Ուզում եմ ձեզ վիտրինանցից տամ, ցուցափեղ կա։ Այս իրենց բոլոր պատրաստած շոկոլադներն են։ Դեռ ամբողջը Զադիկի համար է զարդարած, շատ սիրուն է։ Օ, մի հատն էլ էստեղ ունեն, նայեք։ Բոլոր շոկոլադի ձվերը, իրենց կոլոմբան, քայլենք ընկերներ, քայլենք, թե չէ ես կուշանամ, որտև այստեղից պետք է հասնեմ ընդհանրապես այլ թաղամաս։ Իտալիայում անպակաս են ոստիկանության և շտապօգնության մեքենաների ձայնը։ Ամենուրեք ընկերներ, ամենուրեք։ Խոստանում եմ էլի մի օր կգամ, այս քանի օրը էլի կգտնեմ ժամանակ, եթե այս ամբողջի մեջով կարողանամ անցնեմ ժողովուրդ, կա այս անկյուն, որ ինձ չսպանեն, որտև այնքան մարդ է ժողովուրդ հնարավոր չի քայլել, ուղղակի հնարավոր չի, մեկը վազում է, այս ամբողջի մեջ ինչ է վազում չգիտեմ, accessorize, քայլենք, անպայման էլի կգամ, շաբաթ-կիրակի երևի չէ, երկու շաբթից կարելի է նորից գալ երեխաներին տանեմ դպրոց ու հանգիստ կգամ ձեզ մի քիչ կպատատեմ այստեղ, միգուցե մտնեմ որևէ թանգարան, չգիտեմ, նայեք ինչքան մեքենա ու մարդ կա, ժանոց է ժողովուրդ, այն սեզոնն է, որ պետք է արդեն չգաս կենտրոն, ուղղակի չգաս, Starbucks-ն է այստեղ փոքր։ Իդեպ իտալացիները համարյա թե չեն էլ օգտվում նրանից, արված է միայն տուրիստների համար։
Շարունակենք ճանապարհը։ Գնանք հասնենք, ինձ պետք է տրամվայ, որ ես նստեմ տրամվայ, որը ինձ կտանի այդ հիվանդանոցի մոտ։ Ընկերներ։ Մնում է հասնենք։ Փորձենք փողոցը անցնենք այստեղ եւ գնանք։ Տեսնում եք ինչ խիտ է։ Այս պատմական, այս փոքր թաղամասը, նայեք ինչքան մեքենա է։ Բնականաբար այս բոլոր մեքենաները ունեն թույլտվություն այստեղ մտնելու։ Այնպես չէ, որ անցնում են ուղղակի, բոլորը ունեն մտնելու թույլտվություն։ Տաքսիները միշտ ունեն։ Այսինքն մեքենա եթե տեսնում եք, ինքը կամ ռեզիդենտ է, կամ ունի թույլտվություն։ Իսկ սրանք ունեն թույլտվություն, որտեղ բեռնափոխադրումներ են։ Ածկոյ։ Ընկնելու է ժողովուրդ։ Անցանք։ Քայլեցինք։ Քայլենք, տեսնենք ուր ենք հասնում։ Ինչպես է շինարարություն։ Սա կոչվում է իտալերենում ponteggio։ Գեոքսն աստեղ։ Սա հյուրանոց է, շատ փոքրիկ, շատ լավ տեղում է, բայց շատ վատ հյուրանոց է։ Ընկերներ։ Եվ ընդհանրապես այս բոլոր սրճարանները այս փողոցի վրա մեկը մյուսից վատն է, ժողովուրդ։ Հեչ խոր չեմ տա նույնիսկ մտնեք։ Սա է շատ լավ հյուրանոց, կոչվում է Martelli։ Գինը եւ իր սերվիսը եւ համարները համարժեք են, ընկերներ։ Հակառպիսան է։ Ամենտեղ իհարկե շինարարություն է այստեղ, ընկերներ։ Փորում ու փորում են անընդհատ։ Ինչպես տեսնում եք, այստեղ շինարարությունը չի կանգնում, բնականաբար։ Նայեք, փորելուց նայեք ինչեր են գտնում։ Հին, պատեր։ Շատ հետաքրքիր է նայել, ընկերներ։ Քայլենք, շարունակենք մեր ճանապարհը։ Բոլոր փողոցը փակել են ամբողջությամբ։ Եվ խնդրեմ։ Չանպայման պետքա գամ, որտեվ այսօր հետ ժամանակ չունեմ, որ մտնեմ Tiger, իսկ ուզում էի մի քանի բլոկնոտ ու նմանատիպ բաներ գնել, բայց կվերադառնամ, ոչինչ։ Հիմա քայլեմ, ընկերներ, որ հասցնեմ Չուշանամիմ ապոնտամենտոից, ընկերներ ջան։ Ընդհանուր առմամբ, եթե ինչ-որ մեկին պետք է ալերգիայի թեստ հանձնել, օր վերցնել դրա համար, համարյա թե անհնար է, ասենց ասեմ։ Ձեզ կտան օր մի տարի հետո, տարի ու կես հետո, բայց ենթադրում եմ, քանի որ ես շտապօգնության էի, ոնց որ իրենք են ինձ համար օր վերցրել, ես չեմ զանգել եւ չեմ վերցրել, իրանք ինձ տվել են միայն ուղեգիրը ու ասեցին ձեզ կզանգեն։ Ընդհանրապես 10 օրվա մեջ ինձ տվեցին օր։ Դա անհնար բան է, էլի։ Իտալիայի համար այստեղ ցանկացած օր խնդրելուց դուք կարող եք մի տարի սպասեք։ Հատկապես կան տենց մի քանի բժիշկներ, մասնագետներ, որոնցից մեկը հենց ալերգիան է, որոնց մոտ ուղղակի անհնար է հայտնվել։ Դա ալերգիան է, աչքի բժիշկն է, թիթ կոկորդ բժիշկն է, չգիտեմ ինչի, կան մի քանի այդպես մասնագետներ, որոնց համար ընդհանրապես հնարավոր չի օր վերցնել, կան մասնագետներ, որոնք ավելի ազատ են։ Չգիտեմ ինչով է դա պայմանավորված ես, բայց այդպես է, ընկերներ։ Էս ինչ է, ինչ-որ հետաքրքիր ցուցադրություն է երևի։ Ընկերներ ջան, տեսեք ինչքան մարդ կա, ինչքան տուրիստ կան, հենց հավես է մեջներով քայլել, ոնց են իրանք հիացած նայում ես կոմենկոմ ու դու իրաց մեջով քայլում ես։ Այնպես որ ընկերներ, եթե կարողանամ նկարեմ մի քիչ հիվանդանոցի ներսը, ցույց կտամ ձեզ ինչպիսին այնտեղ։
Կհանդիպենք ավելի ուշ։ Ընկերներ, գրանցվեցի, կոչվում է ատչետացիոն է, պետք է սկզբից դա անել։ Եվ հիմա վարձանում եմ վերև, վճարեցի 25 եվրո, սա պետական հիվանդանոց է, սա վճարովի չէ, վճարեցի 25 եվրո որպես այցի գումար, հիմա սպասում եմ գա իմ վերելակը բարձրանամ վերև, տեսնենք ինչ են ինձ ասում, այսպիսին է, այստեղ կա սենց փոքրիկ սրճարան, ձերը սենց տակցկել են, նստած սպասում եմ, չգիտեմ ինչի, միջև ինձ նորից կանչեն։ Ժողովուրդ, այսօր վերջացրեցի, գնում եմ, ուտելիքի վրա բոլոր տեստերը արեցին, բոլոր ալերգեն պարունակող սննդամթերքի վրա, ոչ մի բանի վրա ալերգիա ես չունեմ, ոչ կաթի, ոչ մի բանի ընդհանրապես, ընկերներ։ Եվ հիմա ինձ հավելյալ տվել են, որտեվ այս անալիզի համար փաստացի ես չէի վճարի, հիմա պետք է վճարեմ 11 եվրո 60 ցենտ այս անալիզի համար, այս մեքենաներից որևէ մեկով ընկերներ, այս սրանով, տեսնենք։ Տոսկանա, կոնտեսերա սանիտարիա, սպասում եմ տպյան դորագիրս և պահեմ ինձ մոտ, վերջ, տպեցի ժողովորդ, էսպես ընկերներ, քայլում ենք դեպի դուրս, ուրեմն ինձ տվեցին նոր օրեր, նոր ապունտամենտո, որպեսզի ես գամ և անելու են այս անգամ տեստ դեղամիջոցների վրա, որտև կասկածում են կարող է իբուպրոֆենի վրա ալերգիա ունեի, կամ պարացետամոլի, այստեղ կոչվում է տակիպիրինա, կամ ասպիրինի, ասես դա կտևի մի 2 ժամ, չգիտեմ այդ ինչ պրոցեդուրա է այդքան երկար, որտև այս մեկը շատ արագ էր, այնպես որ նոր օր են տվել, հիմա պետք է պատրաստվենք այդ օրվան, որ գամ հիմա էլ հանձնեմ դա ընկերներ, որ հասկանան, որտև շատ կարևոր է պարացետամոլը, ինչպես գիտեք, առանց դրա հնարավոր չի, համար մեկ դեղնա, որ օգտագործում է տարբեր բաների համար, և ընկերներ ինձ դա են տվել, հիմա տեսնենք, եթե դրա վրա էլ ալերգիա չունեմ, արդեն չգիտեն ինչ մտածեն, շտապեմ գնամ տուն ընկերներ, որտև բերել են մեր բոլոր սալիկները այգու, այնպես որ ուզում գնամ տեսնեմ, ես բաց եմ թողել այդ պահը, հիմա գնամ տեսնեմ ինչ են բերել ընկերներ չան, ձեզ է ցույց կտամ։ Շորտ մի հատ նայեք տանս դիմացի ես հատված ինչ սիրուն է, ամբողջը կանաչ, ծաղիկ, սարեր, հիանալի է ուղղակի։ Ընկերներ, ցավոք սրտի չգիտեմ հայերեն սա ոնց է, այս բորձուրներն է, որ բորձուրներ պիտի լինեն, մոխրագույն են, այս էլ մեր բոլոր սալիկներն է ժողովուրդ, այսենց, կեսոնց խառն է էլի, համ մոխրագույն կա մեջը, համ կարմրոտ կա մեջը, այսենց տարբեր են, ինչ էլ իրար վրա սենց շարել են ժողովուրդ, չին գունի չէ, վախենալու են շարը, այսպես, ես ամբողջ չէ ես այգելա, տեսնենք, հույսով եմ քանակությունը կբավարարի, ամեն ինչ ճիշտ կլինի, ընկերներ ջան, այսքանն է, վերջ, հիմա սպասենք վարպետներին, տեսնենք երբ են գալի, որ սկսեն իրանց աշխատանքը ժողովուրդ, հույս կա, շուտով, այսքանն էր, կհանդիպենք հաջորդ հոլովակներում ընկերներ, եթե հավանեցիք հոլովակը, խնդրում եմ սրտիկ դրեք, բաժանորդագրվեք, և մնացեք կապի մեջ, ցտեսություն։